Հայաստանի բնակչության 54,4%-ը ցանկանում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը։ Նման ցուցանիշ է արձանագրել Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը։ Հայաստանի բնակչության շրջանում 2015 թվականի սեպտեմբերին անցկացված հարցումների արդյունքում հարցմանը մասնակցած քաղաքացիների 29,9%-ը պատասխանել է, որ Հայաստանը պետք է չմիանա որևէ այլ երկրի։ 11,1%-ը ցանկություն է հայտնել, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ։ Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը մեծ զրույցում կոչ արեց, որպեսզի բնակչությունը հստակորեն տարանջատի ամերիկյան հեղինակավոր Gallup կազմակերպությունը եւ Շվեյցարիայում գրանցված նույնանուն կազմակերպությունը, որը մասնագիտացված է հետխորհրդային երկրներում նախընտրական շրջանում կասկածելի թվով հարցումներ կատարելով։ Gallup-ն ընդդեմ Gallup-ի դատական գործ էլ կա, այդ անունը օգտագործելու համար ամերիկյան Gallup-ը շվեյցարական Gallup-ին դատի է տվել եւ այդտեղ մեծ կրիմինալ խնդիր կա այդ ընկերության լեգիտիմության մասով։ Հիմա ինչքանով հավատալ նրա անցկացրած հարցումները, երբ ինքը արդեն իրավական խոշոր խախտումներով է դաշտում հայտնվել, չգիտեմ։ Նույն դիտարկումն է անում նաև Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, նշելով, որ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսօր Հայաստանում որևէ մեկը ընդհանրապես հավատ ընծայր որևէ հարցման արդյունքների նկատմամբ։ Անկախ նրանից, թե դա ինչ միջազգային կամ արտահայաստանյան կազմակերպություն է նախաձեռնել, միևնույն է, իրականացնողները մեր աբորիգեններն են, որոնցից ճշմարիտ խոսք ակնկալել հնարավոր չէ, քանի որ գուցեև չնչին բացառություններ լինեն, բայց հիմնականում դրանք նախկինից մնացած KGB-ի գործակալական ցանցն է եւ պիտի քարոզչական նպատակներով հրապարակի այնպիսի արդյունքներ, ինչպիսին իրենց տերը կհրահանգի։ Միքայել Հայրապետյանն ընդգծում է. Լուրջ մի ընկալեք նաեւ եվրոպական այդ կառույցներին, որոնց անվան տակ իրականացնում են, որովհետև եվրոպացիներն էլ իրենք լինելով բավականին ատամահանած, անուշ, վատուժ գոյացություններ, իրենք էլ այստեղ աշխատում են հիմնականում նախկին KGB-ականների, նրանց գործակալների, ստուկաչների հետ։ Զարուհի Հովհաննիսյանի համար տարօրինակ է առհասարակ նման հարցով Հայաստանում հարցում անցկացնելու հանգամանքը։ Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում կամ անգամ եվրոպական երկրներից ցանկացածում, Ֆրանսիայում, Իտալիայում նմանատիպ հարցում կձևակերպվեր եւ կնետվեր հանրության առջև։ Կարծում եմ, ասենք Ֆրանսիային ասենք ուզեք մտնել, չգիտեմ, Միացյալ Նահանգների կազմի մեջ կամ չգիտեմ, կուզեք մտնել անհեթեթ ինչ որ հարցադրում է, որը առաջին հերթին իրավական հիմքեր չունի։ Նրա դիտարկմամբ Հայաստանն իր կառույցներով եւ իր վարած արտաքին քաղաքականությամբ հասել է այն մակարդակի, որ նմանատիպ կազմակերպությունն իրենց իրավունք են վերապահում նմանատիպ հարցադրումներով հարցում անցկացնել Հայաստանում։ Միշտ կա մտավախություն, որ անգամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը միևնույն ժամանակ կշարունակի իր նախկին ընտրած 4.5 տարվա այն ուղին եւ այնուամենայնիվ այդ ազդակները Հայաստանից հնչում են։ Միևնույն ժամանակ պակաս մտավախության առիթ չէ նաեւ Էլեկտրիկ Երևանի ամբողջ գործընթացը, որը տեղի ունեցավ Ռուսաստանի համար, ինքը մտածելու տեղիք է տալիս, որ Հայաստանի Հանրությունը այնուամենայնիվ ունի պահանջատիրական որոշակի ազդակներ Ռուսաստանի հանդեպ։ Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեծ զրույցում նշել է, որ նմանատիպ հարցումներ անցկացնելը նորմալ է։ Ռուսաստանը մեր գործընկերն է, բայց որոշակի վերապահումներ ունի։ Եթե ուզում են, որ անկախ չլինենք ինչ-որ մի պետության, սա ես կարող եմ չհասկանալ, նաև չկիսել այդ տեսակետը։ Ինձ համար մեր երկիրը, մեր պետությունը անկախ Հայաստանի Հանրապետությունն է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր անկախ պետությունը սոցիալապես, տնտեսապես կայուն լինի եւ անկախ լինի։ Նրա խոսքերով երկրում կան խնդիրներ եւ հիմնական խնդիրը արդարության պակասն է։ Սահակյանը սակայն հարցման արդյունքներում իշխանության մեղավորությունը չի տեսնում։